Քերծվածքակայուն, ջրադիմացկուն եւ հարվածակայուն լամինատների նշված տեսականին ձեռք բերեք իդեալ համակարգի խանութ սրահներից 1 քառակուսի մետրը սկսած ընդամենը 2450 դրամից։ Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ Արարատի մարզի համայնքներից մեկի բնակիչ ԿԽ-ն 2021 թվականի հունիսի 19-ին ժամը 22-ի սահմաններում այցելել է նույն համայնքի բնակիչ ԱԱՎ-ի բնակարան ու պատիվ ունեմ կուսակցությունների դաշնքի օգտին յուրաքանչյուր քվեի դիմաց որպես ընտրակաշարք առաջարկել 30,000 դրամ։ Քաղաքացին մերժել է առաջարկը։ Բացի այդ, ԿԽ-ն ընտրակաշարք էր առաջարկել նաև ԱՎ-ի երկու դուստրերին։ Նրանցից մեկը համաձայնել էր առաջարկին եւ ստացել 30,000 դրամի չափով ընտրակաշարք։ ԿԽ-ի գտնվելու վայրը պարզ չլինելու եւ քննությունից թաքնվելու հիմքերով նրա նկատմամբ 2021 թվականի հուլիսի 1-ին հայտարարվել էր հետախուզում, իսկ դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը։ 2024 թվականի մարտի 5-ին ԿԽ-ն ներկայացրել էր ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի բաժին, որտեղ ձերբակալվել ու ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին։ Հակակոռուպցիոն դատարանի 2024 թվականի մարտի 6-ի որոշմամբ մեղադրյալ ԿԽ-ի նկատմամբ կիրառվել էին համակցված այլ ընտրանքային խափանման միջոցներ, տնային կալանք 2 ամիս ժամկետով 1 միլիոն դրամի չափով գրավ եւ բացակայելու արգելք։ Վճռաբեկ դատարանն էլ արդեն այս տարվա ապրիլի 10-ի որոշմամբ փոփոխել է ԿԽ-ի վերաբերյալ հակակոռուպցիոն դատարանի նախորդ տարվա դատավճիռն ու այն անփոփոխ թողնելու մասին վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշումը, վերացրել ԿԽ-ի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը եւ թողել կրելու 4 տարի 1 ամիս 17 օր ժամկետով ազատազրկումը։ Հակակոռուպցիոն կոմիտեում պարզել են, որ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից կենդանիների արտահանման թույլտվությունների տրամադրումը անխոչնդոտ կազմակերպելու համար տնտեսվարողը տվել է $8,000 ապօրինի վարձատրություն։ Հիշյալ վարույթի շրջանակում բացահայտվել են նաև ՍԱՏՄ պաշտոնատար անձանց կողմից խմբով կաշառք ստանալու եւ պաշտոնական կեղծիք կատարելու դեպքեր։ Մեղադրանքները ներկայացվել 6 անձի, այդ թվում կաշառք ստացած ՍԱՏՄ տեսուչներին, նրանց կաշառք տված տնտեսվարողին եւ $8,000 ապօրինի վարձատրություն ստացած անձին։ Վարույթի նյութերն ուղարկվել են դատարան։ Քննչական կոմիտեում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ մի խումբ անձինք 2023 թվականի դեկտեմբերից 24 թվականի հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում մասնակցել են ԴՍ-ի եւ ՏԴ-ի կողմից ղեկավարվող հանցավոր կազմակերպությանը։ Մասնավորապես հանցավոր կազմակերպության անդամները ձեռք բերելով ներդրումային խարդախություններից տուժած անձանց տվյալները ստեղծել են զանգերի կենտրոն, աշխատանքին դուված անձանց միջև կատարել դերաբաշխում, ցանկահարել ցուցակում ընդգրկված տուժած անձանց ու ներկայանալով իբրև միջազգային կազմակերպության ներկայացուցիչ համոզել են վերջիններից, թե ունեն հնարավորություն վերականգնելու պատճառված վնասն ու ապահովելու հափշտակված միջոցների ստացումը, համոզելով գումարներ փոխանցել իրենց կողմից կառավարվող տարբեր կրիպտոդրամապանակների հաշիվներին։ Արդյունքում հանցավոր կազմակերպության անդամների կողմից կառավարվող այլ կրիպտոդրամապանակներին փոխանցվել է առանձնապես խոշոր չափերով ընդհանուր 16,094,000 դրամ գումար։ Բացի դրանից 2024 թվականի ապրիլից հոկտեմբեր ժամանակահատվածում նույն եղանակով շուրջ 61 անձից հափշտակելով առնվազն $1000 գումար կատարել են առնվազն 23,613,000 դրամ գումարի չափով համակարգչային հափշտակություն։ ՏՍ-ի, ՏԴ-ի եւ եւս 4 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Ապրիլի 15-ին ոստիկանության Էրեբունու բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Արինբերդի փողոցի 10 կոտորակ 1 հասցեի կիսակառույցությունում դիկա շտապօգնության բժիշկների հերթապահ կանչով մեկնել են նշված հասցե, որտեղ հայտնաբերել է կնոջ տիպ։ Դատաբժշկի նախնական եզրակացությամբ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Ապրիլի 13-ին Արտաշատ բժշկական կենտրոնից ոստիկանության բաժինահազանգ է ստացվել, որ դանակահարված եւ անգիտակից վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Իրավապահները պարզել են, որ վիրավորը Արարատի մարզի բնակիչ 20-ամյա Արամն է ու նաեւ պարզել են, որ նույն օրը ժամը 22:30-ի սահմաններում Արտաշատ քաղաքի օգոստոսի 23 եւ Աճարյան փողոցների խաչմերուկում աշտարակի շուկայի մոտակայքում միջանձնային հարցերի շուրջ վիճաբանել են Արարատի մարզի բնակիչներ 19-ամյա Լևոնը, 24-ամյա Միքայելը, 19-ամյա Յուրիկը, 21-ամյա Արմանը եւ հիվանդանոց տեղափոխված Արամը, որի ընթացքում վերջինս ստացել է մարմնական վնասվածքներ։ Քրեական ոստիկանության ծառայողները միջոցառումների արդյունքում ապրիլի 14-ին ժամը 21-ի սահմաններում մայրաքաղաքի Տիգրան Մեծի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկի տարածքում հայտնաբերել, ձերբակալել ու վարչություն են տեղափոխել 33-ամյա մի երիտասարդի, որը ապրիլի 2-ից համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր գողության փորձի մեղադրանքով, խափանման միջոցը կալանք։
Ապրիլի 14-ին ոստիկանություն դիմաց 25-ամյա օտարերկրացին հայտնել է, որ ապրիլի 12-ին 4 համերկրացիներն ապօրինի մուտք են գործել Երևանի Մինաս Ավետիսյան փողոցում գտնվող իր տուն, ցենքի սպառնալիքով հափշտակել 100,000 դրամ, բջջային հեռախոսներ, գոտիով եւ մետաղյա ձողով հարվածել իրեն, պատճառելով մարմնական վնասվածք, նաեւ փորձել են կնոջ նկատմամբ սեռական ոտնձգություն կատարել։ Ոստիկանները պարզել են կատարողների ինքնությունը, նրանք արդիկ քաղաքում հայտնաբերվել, ձերբակալվել ու տեղափոխվել են բաժին, ապա ձերբակալվածների պահման վայր։ Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Հայկավան գյուղի 51-ամյա բնակիչը տանը թմրամիջոց է պահում, վերջինս ապրիլի 14-ին ձերբակալվել ու տեղափոխվել է բաժին։ Ձնությամբ հայկավանցի տղամարդու տանը հյուրասենյակի պահարանում ոստիկանները հայտնաբերել են 7 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգված։ Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը թմրամիջոց է, որը պատրաստել է վայրաճ կանեփի թփերից։ Սյունիքի մարզային վարչության ծառայողներն էին տեղեկություններ ստացել, որ առաջնաձորում բնակվող 46-ամյա տղամարդը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում, ապրիլի 14-ին սնվել է առաջնաձորցու տնամերձ հողամասը, հայտնաբերվել կանեփի 23 թուփ։ Ապրիլի 13-ին Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 51-ամյա Հունանի վարած Opel Vectra եւ Վայոց-Ձորի մարզի բնակիչ 53-ամյա Մարատի վարած VAZ-21 մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 4 հոգի տեղափոխվել է հիվանդանոց, վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։ Ապրիլի 15-ին Երևան-Սևան Իջևան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 27-ամյա Տիգրանի վարած Toyota Camry եւ Գեղարքունիքի մարզի բնակիչ 31-ամյա Էմինի վարած Chevrolet Volt մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է։ Ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան։ Ապրիլի 15-ին Գեղարքունիքի մարզի բնակիչ 46-ամյա Խաչիկն իր վարած Lexus GX 470 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհին ընկել է ձնահոսքի մեջ, ապա չկարողանալով կառավարել ավտոմեքենան, դուրս եկել երթևեկելի գոտուց, բախվել մի քանի ծառի։ Վթարի հետևանքով մեկ հոգի, ով հղիկին է, բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է հիվանդանոց։ Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ապրիլի 11-ին Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղի միջնակարգ դպրոցի զինանոցում կատարված սնությամբ հայտնաբերվել է 1 գնդացիր, հակատանկային 2 ական եւ 5 հակագազ, որոնք դպրոցի հաշվեկշռում ամրագրված չեն որպես ուսումնական զենք կամ զինամթերք։ Ապօրինի պահվող զենք զինամթերքի ձեռքբերման հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի քրեական ոստիկանները տվյալներ էին ստացել, որ Աչափնյակ վարչական շրջանում բնակվող 29-ամյա օտարերկրյա մի քաղաքացի ապօրինի ձեռք է բերում, պահում, օգտագործում եւ իրացնում է տարատեսակ թմրամիջոցներ։ Ավելի ուշ նա ձերբակալվեց եւ ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվեց քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց ավելի քան 48 գրամ ընդհանուր քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող տեղնականաչափուն զանգվածով 23 փաթեթ։ Դեպքի առթիվ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ։ Արդեն քրեական վարույթի շրջանակներում ոստիկանության եւ քննչական կոմիտեի ծառայողները դատարանի թույլտվությամբ խուզարկել են օտարերկրացու բնակարանը, հայտնաբերելով ավելի քան 350 գրամ ընդհանուր քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող տեղնականաչափուն զանգվածներով 149 փաթեթ։ 29-ամյա օտարերկրացին կալանավորվել է, հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։